Ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար շաբաթ օրը Չեռնոգորիա մեկնած հայ երկրպագուների առաջին ճակատ ակումբի մի քանի անդամներ խաղից հետո տեղացիների կողմից հարձակման են ենթարկվել։ Ստացած վնասվածքից հայ երկրպագուներից մեկը հոսպիտալացվել է, ևս մեկին էլ ոստիկաններն են բերման ենթարկել։ Երկրպագուների 40 հոգանոց խումբը դեռ Հայաստան չի վերադարձել։ ՖԱՖ ակումբի առաջնորդ Սերգեյ Ջանջոյանը ազատությանը փոխանցեց, որ հարձակումը տեղի է ունեցել շատ անսպասելի մարզադաշտից հեռանալու ընթացքում։ Տղաներ, երեխաներ, աղջիկներ շարժվում են խառը, ասենք, մեկը ընկերոջ հետ էր զրուցում, մյուսը երեխային գրկա, հարձակումը տենց տեղի ունեցավ, դրոշը վերցրեցին առաջին անգամ, ծաղրի տեսքով, բարձր պարզելով, սենց ոգևորված, ինչ-որ շարժումներ արեցին, դրանից հետո հայորանքների տարավ, անկարգումներ ու բախում։ Դրոշը վերցնելուց հետո բառաբանով հարված ստացան ու բախումը տեղի ունեցավ։ Հոսպիտալացված երկրպագուն արդեն դուրս է գրվել, իսկ բերման ենթարկվածին ոստիկանները կարճ ժամանակ անց ազատ են արձակել։ Միջադեպ ըստ ՖԱՖ-ի տեղի է ունեցել մարզիչների ասուլիսի ընթացքում, հայկական եւ տեղական լրատվամիջոցները ներկա չեն եղել։ Ըստ Ջանջոյանի խաղի ընթացքում տրիբունայում լարվածություն չի եղել, սակայն հանդիպումից հետո հայտարարվել է, որ հայ երկրպագուները մարզադաշտից պետք է դուրս գան 30 րոպե ուշ։ Մեզ պայթին սպասած ավելի երկար, մոտ 35-40 րոպե, որից հետո արդեն ամբողջովին մաքրած էր գլխավոր փողոցը, որով պետք է շարժվենք դեպի ավտոբուս, մեր ավտոբուս։ Այդ ընթացքում հարձակումը տեղի ունեցավ։ Նրանք սպասում են, էլի, նրանք պատրաստ են, որ ինչ-որ բան լինելու է, այսինքն նրանց մոտ հաճախակի կրկնվող երևույթ էր եւ հենց այդպես է տեղի ունեցել։ Մոտ 5-6 րոպե տևեց, որից հետո ոստիկանությունը ոչ թե բաժաներ կամ ինչ-որ բաներ, երկու կողմերին հարվածներով ուղղակի հեռացրեց տարածքից։ Հայ երկրպագուներից որևէ մեկը Չեռնոգորիայի ոստիկանություն այսօր չի կանչվել։ Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պարզաբանումներ է պահանջել Չեռնոգորիայի իշխանություններից։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։ Չեռնոգորիայի իշխանությունների կողմից մեզ տրամադրված պաշտոնական տեղեկությունների համաձայն տենոնցել միջադեպ երկու Չեռնոգորիայի քաղաքացի անչափահասների միջև եւ Հայաստանի երկու քաղաքացիների միջև մեկ կնոջ եւ մեկ տղամարդը։ Տղամարդու աչքի մասը վնասված է եղել, անմիջապես ցուցաբերվել է բուժօգնություն, որովհետեւ բողոք անչափահասների դեմ չի ներկայացվել։ Ամեն դեպքում Չեռնոգորիայի օրենսդրությամբ նախատեսվում է, որ այդ անչափահասները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Բալայանը վստահեցնում է, որ արտգործնախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել զարգացումներին, կապի մեջ է տեղի իշխանությունների հետ եւ անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի առայժմ Հայաստան չվերադարձած երկրպագուներին։ Ռումինիայում մեծ դեսպանությունը, որը համատեղության կարգով նաև հավատարմագրված է Չեռնոգորիայում, կապի մեջ է հայ համայնքի միջոցով թե մեր ֆուտբոլասերների հետ, թե համայնքի հետ, ինչպես նաև կապ է հաստատել Չեռնոգորիայի իշխանությունների հետ։ Քանի որ մեր քաղաքացիներն են ներգրավված այդ միջադեպում, մեր ուղի գործառույթների մեջ է մտնում մեր քաղաքացիներին աջակցել։ Вот она идет в атаку левым флангом, прострел штрафной. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանում միջադեպը։ Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ընդհանրապես հրաժարվեց խոսել ֆուտբոլի մասին։ Ինչ ճարպիկ աղջիկ եք դա շատ։ Ինչ ճարպիկ, ճկուն, մտքի տեր, էլի Հայրապետյանը դեռ միամտած էր հարցերին պատասխանել։ Շաբաթ օրը կայացած ֆուտբոլային հանդիպումը հիշեցնենք Հայաստանի համար հիանալի առիթ էր 2018 թվականին Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Խոշոր 4-1 հաշվով տանտերերին զիջելուց հետո Հայաստանն այժմ 6 միավորով խմբի նախավերջին հորիզոնականում է։ Վերջին 4 խաղերից առաջ մեր ընտրանին առաջատար Լեհաստանին զիջում է 10 միավորով, անցողիկ երկրորդ հորիզոնականի թիմերից էլ հետ է մնում 4 միավորով։